Բարև ձեզ սիրելի հետևորդներ, այսօր ուզում եմ անդրադառնալ հերթական թանկացմանը, որը մեզ բոլորիս սպասվում է 2025 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ։ Այս անգամ ուզում եմ անդրադառնալ նոտարական ծառայություններին։ Գործող 10%-ի փոխարեն նոտարական ծառայությունների համար նոտարները այսուհետ պետք է վճարեն հարկ, նույն կերպ ինչպես իրավաբանական ծառայությունները ներկայացրել էի արդեն 20% ավելացված արժեքի հարկ, 18% շահութ հարկ, կան նաև այլ ծախսեր, օրինակ նոտարական պալատի համար անդամավճար 4% եւ այլն։ Ինչ պետք է տեղի ունենա, նոտարները որպես այսպես ասենք պետության կողմից նշանակվող, բայց ըստ էության սեփական ռիսկով եւ սեփական գույքային պատասխանատվությամբ աշխատող սուբյեկտներ, այդ գանձվող ծառայություններից վճարելու համար բարձրացված հարկերը պետք է բարձրացրեն այդ ծառայությունների գները։ Ծառայությունների գների բարձրացումը չի կարող տեղի ունենալ կամայական, քանի որ այդ սակագները սահմանվում են կառավարության որոշմամբ, հետևաբար կառավարությունը պետք է փոխի սակագները եւ նվազագույնը 50%-ով կբարձրացնի այդ սակագներից յուրաքանչյուրը։ Եթե կառավարությունը դա չանի, ապա հաշվի առնելով օրենսդրական որոշ կարգավորումներ, նոտարները գործող սակագներից բացի կգանձեն հաճախորդներից նաև այդ հարկերը, այսինքն ավելացված արժեքի հարկ, շահութ հարկ եւ այլն, այսինքն հարկային բեռը կտեղափոխվի անպայմանորեն կավելանա քաղաքացիների վրա եւ երրորդ տարբերակը, ինչպես նախորդ դեպքում ասել էի, կանխիկի շրջանառությունը կմեծանա, որովհետեւ բոլորի համար պարզ լինի, թե ինչու եմ ես այս մասին բարձրաձայնով ասեմ, 2023 թվականի տվյալներով միայն նոտարները կնքել են մոտավորապես նոտարական գործարքների թիվը եղել է 945,000, այսինքն շուրջ 1 միլիոն անգամ վճարվել է պետական տուրք եւ գանձվել ծառայությունների վճար եւ այսինքն ինչ որ միտեղ, ինչ որ փուլում, ինչ որ ծառայության համար լիազորագրի առուծախի գործարքի նվիրատվության, ժառանգական իրավունքների վկայագրի եւ այլնի համար քաղաքացիներից գումարներ են գանձվել եւ հիմա դրանք բարձրանալու են, անխուսափելիորեն բարձրանալու են։ Առհասարակ ուզում եմ մի ընդհանուր դիտարկում անել, տպավորություն է, որ մենք բոլորս պետք է վճարենք Հայաստանի Հանրապետության կառավարության, հատկապես որպես պրոֆեսիոնալ, ուրեմն անդրադառնամ այս հարցադրմանը, ֆինանսական մասի պրոֆեսիոնալների ոչ պատշաճ աշխատանքի համար, այսինքն մասնավորապես ֆինանսական բլոկի պատասխանատուների սխալ պլանավորում, հարկերի թերհավաքագրում, դրանից հետո նորից էլ ավելի ամբիցիոզ, ինչ որտեղ նույնիսկ կարող եմ ասել ոչ այնքան պրոֆեսիոնալ ու իրատեսական, որքան արկածախնդիր հնահարկեր ցուցանիշի 0.7%-ով բարելավման կանխատեսում, որը ոչ մի բանի վրա հիմնված չէ, քան միայն այս օրենսդրական փոփոխությունները եւ հարկային վարչարարությունը, այսինքն հարկայինը պետք է վարի ագրեսիվ հարկային քաղաքականություն, օրենսդրական ագրեսիվ փոփոխություններ, որպեսզի բյուջե ել ավելի շատ գումար հավաքագրվի, չնայած նրան ոչ որ Հայաստանի քաղաքացիների կյանքում դրական էական ագրեսիվ բարելավումներ չեն եղել, ոչ էլ ագրեսիվ բարելավումներ եղել են տնտեսության կառուցվածքում եւ ուրեմն հարց է ծագում, ինչի հիման վրա է այս ամենը նախատեսվում ու կատարվում։ Եթե ունեք հարցեր, խնդրեմ կարող եք գրել դրանք եւ բոլոր դեպքերում եղեք իրազեկված։ Ձեզ լավ օրը մաղթում։